Ասի մեծ ճնշումը չափ եմ վարդան աղբոր նոր է թամ տուն։ Մեր հանգստյան բեսեդքեն ա։ Հողից, ջրից, քաղաքականությունից, ծնդից, ով ինչ կարում է խոսում էլի։ Ես հող չեմ մշակում, բայց ռեհան մեհան են անում մեր գյուղացիք, սա քիչ շատ էժաներ, օրինակ կանաչ ռեհանը ստարի ոչ մեկ էլ չկարեցավ ծախեր։ Դուրս չգնաց, բան չէ լավ էլի տենց։ Չգիտեմ բաժարները։ Մի մոմենտ խնդիր է լավ էլ չորացավ այգիները, մի 10 օր շատ չէ վաղո։ Հա, մի 10 օր շատ вообще քրտ կդրել էինք անալը։ Հետո հելան ժողովուրդը կան ասենք ու միացրին հետո։ Խնդիր հայել կա էլի։ Դե ինչը խնդիր չի։ Ինչով են գյուղին նայում որ ընդհանուր առմամբ։ Ոչ մի բանով։ Մի հատ անտեսված վիճակ է։ Մանգապարտեզ ենք ուզում ունենալ։ Չէ, ուրիշ տեղեր են տանում էլ ուրիշ գյուղեր, քաղաք, Էջմիածին բան տենց։ Ագեշատ, Շահումյան։ Ես շատ ոնց ասեմ, շատ տխուր եմ, որ Սամվել Կարապետյանին ձերբակալեցին։ Այդքան արեց, այդքան դրեց, այդքան ներդրեց հայ ազգի համար, ոչ մեկ չհասկացավ իրան։ Հենց դրանով ես պրյամո ասեմ, այդ կառավարությունը իմ աչքից ընկավ։ Այդ գործարար մարդկանց թողեն գործեն, ժողովուրդը ապրում են գործարաններով, մյուսով։ Իսկ եթե ծաղին հավաքեն, որ դե պյանեն, ինչ պյանեն։ Ինքը շատ բարերար, շատ գործեր արել, շատ ներդրումներ արել հայ ազգի համար։ Ամեն ձևի ինքը սաղին էլ օգնել, ամեն ինչ էլ արել է։ Չեմ իմանում ինչի, որ մի հատ ասել էր մենք եկեղեցու կողքին կայնեց դրա համար, բա ում կողքին կայնի։ Ես այդ փոքր երեխա էի, գալիս էի ստեն կոլխոզի են տարեվերջի ժողովին, ասում էին դպրոցականների փողոցը պետք է ասֆալտենք, այս տարվա ծրագրի մեջ է։ Հլա մինչև մի արդեն ժամանակս եկել է այդալու են, մեր վերևը տեղ ունենք մենք այդալունդ է, հլա էլի ասում եմ պետք է ասֆալտենք։ Էլ որ ես հմիչ տենամելով տենա, որ ասֆալտեն տենամ, ուրախ կեթամ ընդե։ Անդե գիտես չէ որտե է։ Այդ շին աշխատանքների հետ կապված թվաբանությունը կա։ Հայաստանի արտաքին պարկը 2018 թվականի դրությամբ ու 2018 թվականից հետո թանկացումները կլինի սննդամթերք, կլինի հարկեր, կլինի տուգանքներ, ժողովրդի գրպանները մտած կոպեկ առ կոպեկ, ժողովրդից փողերը, ժողովրդի գրպանից տանում են, ասֆալտ են անում, դպրոց են սարքում, ասում են եկեք մեզ ընտրեք, մենք ասֆալտ ենք արել։ Ժողովուրդը արդեն քիչ-քիչ խելքի է եկել, հետ է եկել, զգում են, որ, չգիտեմ, սրանք այն իշխանությունները չեն, որ մեր երկիրը առաջնորդեն դեպի բարգավաճման։ Համայնքային թիմ ընտրություններում արդեն իրանք պարտություններ են կրում։ Իրանք արդեն շոկի մեջ են, սկսում են մեղադրանքներ, սուտ, ձերբակալություններ, կաշառքներ, փորձում են վախացնել ընդդիմադիրներին։ Քաղաքական հետապնդումներ են դրանք։ Ժողովուրդը պետք է համբերատար լինի, ուժեղ լինի, քիչ-քիչ, քաղաք պետք է մաքրենք։ Իսկ այս թիմ ընտրությունների հետ կապված Էջմիածնի կասեմ միակ բանը, որ Էջմիածինը ողջ հայության սուրբ քաղաքն է, սրբազան քաղաք է, Էջմիածինը պետք է լինի մի հատ, չգիտեմ, Սարդարապատ ՔՊ-ի դեմ։ ՔՊ-ն տեղ չունի մեր Վաղարշապատ համայնքում։ Պետք է պայքարենք, ես նշեցի, որ Վաղարշապատի թիմ ընտրությունները պետք է մեր Վաղարշապատի բնակիչների համար լինի Սարդարապատ։ Այս թուրքամետ իշխանությունը չպիտի ղեկավարի Վաղարշապատ համայնքում։